Հաղորդման գլխավոր հովանավոր Գառնի Կրիստալ Լայն։ Համով ջուր պատմական աղբյուրից։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի Վայն։ Հաղորդման հովանավոր։ Հաղորդման հովանավոր Արփա Սևան բաց բաժնետիրական ընկերություն։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նորից հանդիպում ենք, որտեղ մենք հանդիպեցինք երևի ճիշտ 3 տարի առաջ։ Մոտավոր, հա, կամ մի քիչ ավել, միգուցե մի քանի ամիս։ 3 Սկսած ժամանակը։ Այո, դրա համար լավ հիշում եմ, ես սկիզբն էր։ Ես էլ եթե հիշում եք համառորեն ձեզ համոզում էի, որ վերադարձեք Հայաստան։ Մի ասա, պարոն Վարդանյանն արդեն որոշումն ունի։ Պիտի գա արդեն Հայաստան, բայց այդ ժամանակ ասացիք դե արդեն դե մտածում եմ, դե խորհում եմ, տեսնեմ, ինչ, բայց շատ արագ, կարծեմ մի ամիս, 2 ամիս հետո։ Չէ, այդ ժամանակ ես արդեն որ մենք որ հանդիպեցինք, ես հստակ հիշում եմ, այդ ժամանակ արդեն իմ որոշումը կար, անգամ արդեն պայմանավորվածություն ղեկավարության հետ, նենց որ հստակ էր այդ բանը, արդեն ես կողմնորոշվել եմ ինչ եմ անելու։ Ես գիտեմ, որ հայրենիք վերադառնալու որոշում միշտ եք ունեցել։ Ուղղակի հանգամանքներն այնպիսին էին, որ միշտ այդ երկարաձգվում էր, հա, ժամանակը։ Դե մի չեմ ուզում կրկնվող բաներ ասեմ, բայց հիշեցման կարգով ասեմ, որ ես որ գնացել եմ նահանգներ, այդ հիմնական խնդիրը իհարկե քաղաքականությունն է եղել եւ գնալուց ես միշտ իմ աչքը հետ ճանապարհին է եղել։ Այսինքն մտածում եք մի 2 տարի կմնաք, հա, մտածում եք 2-3։ Ես 2 տարի էլ չէի մտածում։ Ես մտածում եմ, որ ամենաշատ մի տարի։ Բայց ցավոք սրտի բավական երկար ժամանակ մնացի եւ այդ երկար ժամանակ մնալով ամեն անգամ ես Հայաստանը իմ այսպես ասած տեսակետում է եղել ուղիղ հայացքով, տեսադաշտում եւ մինչեւ 2000 թվականը շատ անգամներ եմ եկել գնացել, պարզապես 2000-ից որոշում կար արդեն կայացրեցի, որ ընդհանրապես չգամ, մինչեւ Հայաստանում փոփոխություն չլինի։ 2000-ին որոշեցիք չգալ։ 2000-ին, որտեղ մինչեւ 2000, դες ես 92 թվականին եմ գնացել։ 92-ից մինչև 2000 թվականը, որ սուտ չասեմ, մոտավորապես տարեկան 6-ից 8 անգամ։ Գալիս եք Հայաստան։ Գալիս եք Հայաստան եւ բարբերաբար ասենք 20 օր, 1 ամիս, եթե ոչ ավել մնում է։ Այսինքն ստացվում էր, որ մի ոտքս Հայաստանում էր, մի ոտքը Ամերիկայում, քանի որ ընտանիքս այնտեղ էր։ Մի հարցազրույցում ասել էիք, որ շարժման տարիներին տղաները այդ շարժման տղաներից հարցազրույցում Հայաստանում, այո, Հայաստանում են շատ հարցազրույցներ։ Ասել էիք, որ հանդիպում էին անվանի հեղինակավոր մարդկանց հետ եւ ասում էին, որ միացեք մեզ, մենք այսպիսի գործի ենք հավատում, այսպիսի նպատակներով։ Դուք ասել էիք, որ ես առանձնապես չհավատացի եւ չողջունեցի։ Ինչ էիք հավատում այն ժամանակ, պարոն Վարդանյան։ Ավելի շատ դուք մեծ սովետի խորհրդային երկրի, հա, սպորտսմեն որդի էիք ձեզ համարում դրա համար, թե անձերի խնդիր կար, ինչ կար։ Այդ բավականին լայնածավալ թեմա է, բայց ես մեկնաբան եմ։ Դե չմոռանանք, որ Յուրի Վարդանյանը նախկին խորհրդային երկրի այդ ժամանակի մարզիկ է եղել, չեմ ասում էլ իմ հաջողությունների մասին, եւ չեմ էլ ուզում հիշացնեմ, թե այդ ժամանակաշրջանում ժողովուրդը ինչպես էր գնահատում իմ արած աշխատանքը։ Եվ ես սերտ կապի մեջ էի ժողովրդի հետ, ինչի՞ չնայև, ասենք, տվյալ ժամանակի բարձրաստիճան ղեկավարների։ Կարեն Դեմիրճյանի։ Ну, մասնավորապես, հա, եւ առաջի դեմքի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ էի եւ որ այսպես ասած հեղափոխությունը եղավ, այսինքն մինչև լինելն էր դա,
Դե դրանից հետո ես արդեն մի տարի հետո մերնեցի Հայաստանից, թողեցի։ Եվ մինչև էր այդ խոսակցությունները, որ ես ուզում էի հասկանալ, չէ՞ որ ես մեջն եմ, բացի նրանից, որ ասենք այդ քիչ առաջ ասած ժողովրդի հետ կապված, Սերժ ղեկավարության հետ կապ, ես վերջո պատգամավոր էի ու ամեն ինչին քաջատեղյակ էի։ Հետո որ մուտք գործեցին, սկզբից այդ երկու անձիկ, Աշոտ Մանուչարյան եւ Ստամբուլցյան, մուտք գործեցին ուր։ Ազգային ժողով։ Հա։ Եվ դե իրենք էին առաջինը, որ պատգամավոր դարձան։ Առաջիններից մեկն եմ եղել, իդեպ ասեմ, հիմա շատ կենթանի պատգամավորներ մենք ունենք, որ Թոշակառույան իրենց տներում նստած, թող իրանք վկաներ կան, էլի, հիմա ասած, որ առաջիններից մեկն եմ եղել, որ բոլորը խոչընդոտում էին, չէին թողում, որ այդ տղեկը խոսային, եւ անմաշտ ասում եմ, մի հատ թողեք, լսենք, տեսնենք ինչ են ասում։ Մի հատ հասկանանք, հետո կթողենք կամ չենք թողել, մենք որոշումներս ընդունենք։ Բայց նաեւ շատ կար ժամանակում ես հասկացա, որ ինչքան էլ տեղаж լինի, նաեւ իրենք են կենտանի եւ իրենք էլ էս պահին կլսեն, որ նրանք ասելիք չունեն որպես այդպես։ Հասկանում եք։ Եվ դրանից հետո շատ փորձություններ եղավ, նաեւ արդեն Բայց կարծես թե առաջին անգամ եք ասում, հա, այս մասին։ Պատճառով, միգուցե, բաց պատճառով, որ ես ազգի լավագույն ներկայացուցիչներից եմ եւ ուզում էին իրանց ներգրավել իրանց թիմի մեջ, որպեսզի ավելի հզորացնեին թիմը, բայց ես կատեգորիկ Այսինքն այս երկու անձերը ինչ որ իմաստով ձեր մեջ հավատը կոտրել էին։ Դե նրանք ասում էին այն ասելիքը, որպես կատարող էին իրենք հանդես գալիս այդ պահին, բայց թիմ կար, չէ, իրենց հետևում կանգնած, որ այդ թիմի ասածները, բայց դե իրանց թիմի մեջ էլ շատ խառնաշփոթ իրավիճակ էր։ Այնպես չէր, որ բոլորը միաձայն իրար հետ համաձայն են եւ այլ։ Բայց հետո չէ որ մեր բոլորիս աչքերի առջև էր, որ այդ թիմը տարանջատվեց, չէ, բոլորը գնացին տարբեր ուղղություններով ու այսօր որ արդեն որ նայենք այդ նույն թիմին, մենք տեսնենք որ դե բնական է։ Դե ինչ որտեղ այդտեղ բնական բան Այդ մասին չի խոսք։ Ինչևից է իրանք փորձեցին, որ ինձ ներգրավեին իրենց թիմի մեջ, ես կատեգորիկ հրաժարվեցի։ Մի առիթով ասել եք, որ դուք ամեն ինչ արեցիք, որ Վազգեն Սարգսյանը եւ Դեմիրճյանը հանդիպում կայանա։ Այո։ Դե Այսինքն դուք Վազգեն Սարգսյանին, թեպետ ինքն էլ շարժման տղաներից էր, իրենց շարժման տղաներից առանձնացրել էիք ձեր համար Վազգեն Սարգսյանին եւ հավատում էիք Վազգեն Սարգսյանին, թե Վազգեն Սարգսյանը ինքը գտավ ձեզ։ Գիտեք ինչ, բաներ կա, որ եթե լրիվ բաց ու պարզ չես ասում, մարդկանց համար անհասկանալի է Հիմա կասեք լինում։ Դա է ճակատագիրը, դա է պատմությունը եւ դրանից մենք չենք կարող ոչ մի բան փոխել։ Այդ իրականությունը այն էր կոնկրետ ձեր ասածին, որ այո, այդ մտերմությունը նախ ասեմ, որ ես ընդհանրապես Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ չեմ եղել, հետո մենք որ առաջին անգամ հանդիպեցինք, դա 98 թվականներ, ինքը ինձ հրավիրեց, ես Ամերիկայից եկել էի, ինքը իմացել էր, որ ես Հայաստանում եմ, ինձ հրավիրեց եւ Որ թվականներ դա 98-ի երևի կեսերին Պաշտպանության նախարար էր։ Եվ առանց ասենք հաջողանալու ասեմ բացարձակ ճշմարտությունը, որ կաբինետ մտա նախ շատ պաշտոնավոր պագոնավոր մարդիկ էին սպասում, որ մտնեին իրեն մոտ եւ ինքը ինձ ընդունեց, ես մտա ու ձեռքը մեկնեց, ասում եմ, այս ձեռքին ես շատ էի սպասել, որ սեղմեի ու հիշացրեց ինձ, ես գիտեի, թե մեր առաջին հանդիպումն է, բայց փաստորեն ֆիզկուլտ ինստիտուտում սովորած ժամանակ, դե ես իմ այն հաջողությունների ամենա պիկի ժամանակ ուսանողների հետ հանդիպմանը ինքը չի կարողացել իմ հետ, ուզեցել է միշտ իմ հետ շփվի եւ անկեղծորեն այդ բանը եւ ինձ շատ դուր եկավ, որ ինքը անկեղծ արտահայտվեց։ Եվ մենք բավական երկար ժամանակ շփվեցինք միասին։ Լավ հիշում եմ, երևի մի շիշ Black Label սև միասին խմեցինք
տակը մի քիչ էր մնացել։ Ես ընդհանրապես, ասենք 1000-ից 1 եմ ծխում, այդտեղ Marlboro սիգարետ էր դրած, չես ծխում, ասես ես 1000-ից 1 եմ ծխում, մի հատ էլ սիգարետ ծխեցինք եւ շատ խորը զրույց կայացավ, բավականին հետաքրքիր էր իմ համար, որ ինքը արդեն սկսել էր փոխել իր քաղաքական տեսակետը։ Եվ նա շատ լավ գիտեր, որ ես Կարեն Տեմիրճյանի հետ մտերիմ եմ։ Եվ ինձ խնդրեց, որպեսզի ես այդ հանդիպումը կարողանամ այդ հանդիպումը կազմակերպեմ։ Ես խոստացա իրեն, որ ես դա կանեմ, բայց ինչպես կստացվի, ես չգիտեմ, ես պետք է խոսեմ, հետո նոր ասեմ։ Մենք պայմանավորվեցինք հետո նորից հանդիպել, արդեն իմ Կարեն Սերապիչի հետ խոսալուց հետո շատ երկար տևեց այդ համոզելը։ Եվ միայն իմ կողմից չեղավ, որովհետև ես թիմ ձևավորեցի, որովհետև մենակ իմ ուժերով դա քիչ կլիներ, ասենք Տեմիրճյանի պես Մաշտոն, նա սկզբից որ ես իրեն հետ խոսեցի առանձին, նա կատեգորիկ բացառեց այդ հանդիպումը, տարբեր բացասական մեկնաբանություններով, հետո ես, քանի որ ոնց որ խոստացել էի ու ես տեսնում էի, հավատում էիք, որ ինչ-որ հերոն, որ անպայման այդ միավորվելը ճիշտ է, ամենայն դեպս այդ ժամանակ ես դենց էի տեսնում, բայց դեպքերից հետո ես ասեմ, ես ինձ ամենադժբախտ մարդն էի համարում, մտածելով, որ ես ինձ սխալ քայլ եմ արել։ Ինչևից է մի քանի հոգով համոզեցիք։ Այդ թիմը ձևավորվեց, թույլ տվեք անունները չտամ, միայն մեկ անուն կտամ, իմի տարեց մարդ է, դա եղել է Զուլումի նկարիչ Զուլումի արվեստանոցում, եւ մենք կարողացանք այդ բանին հասնել։ Դուք ներկա եք առաջին հանդիպման այդ զրույցի ժամանակ, թե իրենք մենակ առանձին են հանդիպել, թող ոչ մեկը ոչ մի հեքիաթներ չասի, իրենք առանձին են հանդիպել, բայց այդ թիմը ձևավորվելուց ու մենք անընդհատ իրենց սենց խոսելու, դա բավականին էլ ժամանակ տևեց, 1-2 օր, 1 շաբաթվա խնդիր չէր։ Հետո ոնց որ կնկահայրը դարձավ մեր վարչապետը Կարեն Սերապիչի ժամանակվա Սարգսյանը, Ֆադեյ Սարգսյանը։ Դե նրանք մտերիմներ էին շատ։ Հա, եւ փաստորեն ոնց որ վերջնական լուծումը իրենով տրվեց։ Այդպես եղավ։ Եվ մենք ամենաերջանիկ հայրն էինք մեզ պատկերացնում։ Այդ օրերին, հա, այդ ժամանակ, հա։ Եվ այդ պայծառ ապագան, որի այսպես ասած սպասողն ենք եղել, մտածում էինք, որ ամեն ինչ շատ լավ կլինի։ Ասել եք, որ այդ ժամանակ արդեն որոշել եք, որ պետք է վերադառնաք Հայաստան։ Ինչերից է, ես ինչ արագ այդ ամեն ինչը եւ այլն, բայց դժբախտություն։ Այդ դեպքը ես Ամերիկայում լսեցի։ Ու իսկապես ես ընկա շատ ահավոր ծանր վիճակի մեջ հոգեբանական։ Ընդհուպ առանց թաքցնելու, ասեմ, դեպրեսիոն վիճակի մեջ հայտնվեցի։ Եվ դրա համար էլ խոստացա, որ ընդհանրապես էլ չեմ գա Հայաստան, մինչև փոփոխություն չլինի։ Ում էիք մեղադրում, ինչ էր կատարվում ձեր հետ։ Դժվար էր այդ ասելը, դժվար էր։ Այսինքն այդ վիճակի մեջ որ ընկնում ես, էլ չէ, ամեն ինչը արդեն աչքից սև է երևում։ Ցանկություն չկար մի քայլ առաջ շուտ գալ Հայաստան, տեսնել տեղում ինչ է կատարվում, հասկանալ ինչ ուժեր են, ովքեր են։ Չէ, հիշում եք, այդ ժամանակ այնքան այնպեսի խառնաշփոթ իրավիճակ էր, որ այդ բանին ընդդեմ թռնել գալ, որ խառնվեիր, դե առաջի գծում չէիր կարող լինել այդ ժամանակ, որ ինչ որ մի բան ասենք կարողանայիր բարձր, դա անհնարին էր։ Ու մի տեսակ դարձակ լուրջ ընդդիմադիր մեր այդ տարիների իշխանությանը։ Թող շատ բարձր չէ, բայց շատ լուրջ։ Շատ լուրջ։ Ես չեմ ուզում իմ արած գործը բան անեմ, գովերքեմ, բայց դե տենց ստացվեց, որ Ստեփան Դեմիրճյանը դարձավ, ինչի՞ չէ իր կողքին են կանգնել, միգուցե ավելի շատ քան թե Կարեն Տեմիրճյանը, որովհետև թիմը ավելի ձևավորվեց։ Այդ դեպքից հետո
ավելի ժողովուրդը, այսպես ասած, ոգևորություն ապրեց։ Ես նկատի ունեմ Ամերիկայի հայությունը։ Եվ 99.9%-ը բոլորը մեր կողքին են ապրել, ասեմ ընդդերի հայություն։ Լավ, մի քանի տարի շարունակ այդպես ընդդիմադիր կեցվածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էիք, հետո պատմել եք, որ ձեր Մոսկվա բնակ հայ ազգի ընկերներից մեկը Հովսեփ Հովսեփյանը հրավիրում է ձեզ, գալիս եք հետո այստեղ Հայաստան, եւ այդ օրը կազմակերպվում է, այդ օրը այնպես է լինում, որ ներկա է լինում այն ժամանակ պաշտպանության նախարար թե վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարներ թե արդեն վարչապետ էր։ Վարչապետ էր, արդեն տեխնացու էր, նախագահի տեխնացու էր։ Եվ կազմակերպվում է կամ կայանում է ձեր հանդիպումը։ 2008-ին էր, չէ՞ նախագահական ընտրությունները։ 2007-ին, այսինքն, չէ, դուք 2007-ի նոյեմբերին ենք հանդիպել։ Հոկտեմբեր կամ նոյեմբերին։ Դա հատուկ կազմակերպված էր, թե ուղղակի այնպես ստացվեց, որ հանդիպեցիք կամ նույն սեղանի շուրջ հայտ։ Կազմակերպված էր, բայց միգուցե հատուկ իմ ընկերոջ կողմից, որ ինչի՞ չէ, որ առաջի, այսպես իմ խոստումը, որ մինչև փոփոխություն չլինի ես գամ, որ ոնց որ կոդրի իմ, այսպես ասած, ինչի պետք է Յուրի Վարդանյանը Հայաստան չգնա այս պատրվակով եւ դե քանի որ ես իր պապայի հետ անձնապես շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ եղել եւ ինքը խոսքը չկարողացաք դրժել եւ եկաք։ Հա, չկարողացա մերժել ու եկա ու այդ հանդիպումը կայացավ։ Եվ կարծեմ շատ երկար 4-5 ժամանոց զրույց է։ Ավելի, մենք զրուցեցինք միասին, դրանից հետո երկրորդ հանդիպումը եղավ Մոսկվայում, նորից երրորդ հանդիպումը Մոսկվայում պարբերաբար այդպես մի ամիս։ Ինչ զրույցեր, ինչի շուրջ էր Հայաստանի ապագայի ձեր կեցվածքի։ Չէ, ուզում եք որ ես ամեն ինչից բացել, որ ընդհանրապես ոչ մեկին այդ մասին չեմ ասել, ուզում եք որ ես ձեզ ասեմ։ Չգիտեմ, ծրագրերի շուրջ էր, Հայաստանի ապագայի շուրջ էր, գոնե այդպես ընդհանուր ասեք, ինչի շուրջ էր ավելի շատ։ Իհարկե, Հայաստանի վստահեցումներ կային, ինչ կար։ Որովհետև ինքը շատ լավ գիտեր, որ ես ազգին նվիրված եղել ընդմիշտ այդպիսի անձնավորություն եմ եւ մեր այդ հարցերը ուղղված էին ժողովրդի կյանքի բարելավման, պետության ապագայի եւ այլն։ Եվ դրա շուրջ էր եւ նաեւ ինչի՞ չէ ես մանրամասնել եմ այնտեղի մեր չնայած ինքը շատ լավ քաջատեղագիր այնտեղի կատարած մեր աշխատանքների մասին եւ ես բացաբաց ասել եմ, որ ես ընձի Ամերիկայում ես չեմ տեսնում, ես միշտ երազել եմ, մտածել եմ Հայաստան հետ վերադառնալ, ինքն մեծ սիրով ընդունեց իմ վերադարձը։ Լավ, կայացավ ձեր հանդիպումը, զրուցեցիք, հա, 4-5 ժամանոց զրույց ընթացավ եւ դուք հավատացիք, այ կարող էր եւ այդպիսի հանդիպում կայանալ երկրորդ նախագահ։ Մենք առաջի զրույցի ժամանակ ես հավատացի։ Ուրիշ բանի մասին ուզում եմ։ Սկզբից ես չեմ հավատացել, ասեմ ձեզ։ Առաջի զրույցի ժամանակ ես չեմ հավատացել, հետո երկրորդ, երրորդ, չորրորդի ժամանակ համոզվեցիք ինչ-որ բանում։ Չհամոզեցի։ Համոզվեցիք, ասում եմ։ Ես համոզվեցի, այո։ Լավ, տեսեք, մերժողական կեցվածք է եղել ի սկզբանե երկրորդ նախագահի նկատմամբ, ասում եք հոկտեմբերի 27-ից հետո այս որոշում կայացրեցի, որ չպետք է գամ Հայաստան, վիրավորված էիք, հա, ծանր։ Կոնկրետ մի դեմքին մեղադրել չի կարելի։ Ես ընդհանուր այդ հենց ինչի՞ չէ, եթե առաջի դեմքին ենք հիմնական, ասենք, հարվածը առաջի դեմքին ենք։ Ամեն ինչի մեղավոր տեսնում։ Բայց այդ թիմին է ես ընդհանրապես մեղավոր։ Ինձ հիմա էլ չկար առաջի, երկրորդ, երրորդ, ընդհանրապես ես ոչ մեկին էլ մենք չենք չեն բացառվում, որ նույն կերպ հանդիպում կայանար, նույն կերպ զրույց կայանար եւ շատ ավելի շուտ գայիք դուք Հայաստան։ Եթե հատկապես անձերի խնդիրը չի, ասենք կայանար երկրորդ նախագահի հետ այդպիսի հանդիպում։ Գիտես, հիմի մենք չընկնենք ենթադրությունների գիրկը։ Ուզում հասկանալ, որ անձերի խնդիր չկար։ Ես այս պահին անձամբ կասեի դա բացառվեր երևի։ Բայց you never know անգլերեն ասում են, երևի դուք ավելի ճիշտ եք։ Հաղորդման գլխավոր հովանավոր Գառնի Կրիստալ Լայն։ Համով ջուր պատմական աղբյուրից։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի վայն։ Հաղորդման հովանավոր
Հաղորդման հովանավոր Արփա Սևան բաց բաժնետիրական ընկերություն։ Գառնի կրիստալային համով ջուր պատմական աղբյուրից։ Սա վերնաշեն է, սա արենի, իմ ընկերներ անհոգ օրերի, հերնանիծած, որ կյանքն անկատար է, լից գավացները իմ տիրուհի, հենց այսպես է ապրում է, մեջքին վայրում, ու այս երկը բարգում է, ձեր հոգու հայերում։ Գետափ Վերնաշեն եւ Արենի լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վերադարձակ Հայաստան արդեն 3 տարի է։ 3-ից էլ մի փոքր ավել, հա, 3.5։ Եվ նախագահի խորհրդական։ Ինձ տեղ էի տեսնում այդ բան եւ մինչեւ առեսօր էլ տեղ եմ տեսնում։ Իհարկե, եթե նախագահան ասենք ուզենա ասենք ելնելով այս ժամանակահատված ասենք ինձ ավելի լավ ընկալելով մի ուրիշ տեղ է ինձ տեսնում, եթե ուղարկի ես իրեն չպետք է ասեմ, բայց չէ էլ ուզենա որ ես ընդեղից տեղափոխվեի այստեղից։ Ձեր պատկերացումները եւ իրականությունը մեծ տարբերություն եւ հակասություն կար այ նախագահական պատերից այս կողմ բոլորովին ուրիշ աշխարհ է պատերից ներս երբ որ մտնում ես տեսնում ես որ չէ այնտեղ որ այլ աշխարհ է պատկերացած համընկա ձեր պատկերացրած եւ իրական այն ինչ որ ունեք ձեր պաշտոնը ձեր տեղը դերը այսօր որ կա այնտեղ համընկան իրար հետ թե շատ տարբեր էր Հայտնի է որ պալատները հայտնի են իրենց ինտրիգներով Չէ Անժելա ջան, ես ասեմ, ես այն անձնավորությունը չեմ, որ ասենք մենակ ես շփվում եմ ժողովրդի հետ։ Ես առանց շփման ես չեմ կարող գնամ իմ կաբինետում պարփակվեմ ու մենակ ասենք մի քանի անհատների հետ շփվեմ։ Այդպես չի, ես մի ժողովրդի հետ շփվել եմ եւ շփվում եմ։ Ու հենց այնն չի որ անցած հաղորդման ժամանակ ես իմ ամենաշեշտադրված բանը դրա վրա էր որ ես ժողովրդից եմ լիցքավորվում հա այսօր ես սպորտային ասենք սպորտի մեջ չեմ նու փոքր սպորտ էլ չկա իհարկե սպորտի մեջ չեմ ընդհանրապես բայց իմ այդ հաջողությունները պայմանավորված է ժողովրդից ես միշտ իմ ուժը ժողովրդից եմ ստացել ես այդ խոսքը միշտ ասել եմ ու միշտ էլ ասելու եմ Լավ, երբ որ ձեզ կանչում էին, այ կոնկրետ ինչ որ խնդիր դրված չէ Յուրի Վարդանյանի առաջ, այս խնդիրը պիտի Յուրի Վարդանյանը լուծի։ Ձեր միջոցով, ձեր հեղինակությամբ, ձեր անվամբ, ձեր գործով չգիտեմ։ Այսինքն ես Երբ որ դուք գալիս եք, ինչ կոնկրետ խնդիր էր դրված, դուք կոնկրետ ինչ խնդիր դրեցիք եւ ձեր առաջ ինչ կոնկրետ խնդիր էր դրած։ Երբ որ մենք մի քիչ հետ եմ գնում մեր խոսակցության, երբ որ Կարեն Դեմիրճյանի հետ պայմանավորվեցինք, ես այդ ժամանակ հստակ գիտեի ես ուր եմ գալու։ Այս անգամ չգիտեի։ Բայց այս անգամ չէ, ես չգիտեի։ Հետաքրքիր է։ Ու ինչ գտաք, ներսից ինչ Հայաստան գտաք տեսակ, դրսից ինչ Հայաստան գտաք տեսակ։ Դե գիտեք ինչ, որ այդպես ասես, ես հա 200 տարի առաջ ես չգիտեմ, բայց պատկերացնում եմ, թե ասենք ինչ ժողովուրդ է եղել, նույն հայն է եղել, ժողովրդին լավ գիտեք ու պապ ու պապերի մասին եմ ասում, ու սրանից էլ որ հետ գնանք, առաջ գնանք դոյս 200 տարի, էլի մեր թորները ծորներն են, չէ՞ լինելու, փոխվում է մենակ, ասենք կենցաղային, ասենք շենքերը կփոխվեն, փողոցները կփոխվեն, Այսինքն ամենակարևորը հային լավ գիտեք։ Հային ես լավ գիտեմ, այդ եմ ուզում ասել։
Դա չի փոխվելու, ու մենք աշխատում ենք դա պահել։ Դա շատ կարևոր հանգամանք է, ասեմ ձեզ։ Այսինքն դուք եկաք այստեղ նոր սկսվեց մշակվել առաջ գալ խնդիրներ, ծրագրեր, անելիքներ, այդպես էր։ Բա իհարկե, ու ինչի՞ չէ, ես այդ 15-16 տարին, որ ես նահանգներում ապրեցի, այնտեղի փորձը բավականին մեծ էր, որ ես այսօր իրագործում եմ եւ շատ կուզենայի, որ դա ավելին, որտեղ մենակ ինձանից չի կախված, դա կախված է տարբեր մեր այսօրվա ղեկավարներից, ինչի՞ չէ քաղաքապետից, ինչի՞ չէ տարբեր նախարարներից, եւ այդ լավ բաները, որ ես դրսում տեսել եմ, այստեղ էլ մենք իրականացնում։ Լավ, մի առիթով ասել եք, որ ես երբեք չի ուզենա ներսից տեսնելով նախագահի աշխատանքը, երբեք չի ունենա, որ իմ տղաներից մեկը կամ տղան նախագահ դառնա, որտեվ այդպես շատ ծանր աշխատանք է, ինչ է։ Եմի դուք ինչքան այստեղ հյուր եք ունեցել, այդ հարցը այդ հյուրերին տվել եք, այդ բոլոր ձեր հյուրերի 30%-ից ավելին միգուցե շփվում են նախագահի հետ, այդ հարցը իրենց տվել եք, ինչի եմ հարցնում, որով չնայած միգուցե եւ ճիշտ է, որովհետեւ ես շենքի մեջ եմ աշխատում եւ իր կողքին եմ ու ես ամեն օր գիտեմ ինչքան ծանրաբեռնվածություն ունի այսօր հանրապետության նախագահան ու ես նորից նույն բանն եմ ուզում ասեմ, որ ես ուղղակի երբեք չէի ուզենա, որ իմ մտերիմը, անձամբ իմ երեխան հանգարց հանրապետության նախագահ։ Բա հիմա որ արդեն մտերմացել եք նախագահի հետ, չեք ասում իրեն բարեկամաբար ձեզ ասեմ, որ շատ ծանր է, երբեք չէի ուզենա, որ շարունակեք այս գործը։ Ասել եմ, ես չեմ նախանձում, այո, ահավոր վիճակ է իրան, ահավոր վիճակ։ Նախագահ դառնալը դա մի քիչ ճակատագրի հետ կապված հարց է, որ այնեն չի, որ մեկը սրտանց ուզենա ու այդ ստացվի դառնա, դա այդեն չի։ Դա մենակ կրթական մագարտակով գիտելիքներով չէ, դա ուղղակի պետք է ճանապարհ անցնես ու նաև ինչ-որ միտեղ պետք է ստացվի։ Այդ ոնց եղավ Վրաստանում Սահակաշվիլին ջիջան ճակատիներ գրած, որ ինքը պետք է Վրաստանի նախագահ դառնա։ Չնայած ինչ-որ միտեղ Իրանը խորամանկ քայլերով եկավ ինքը այդ աստիճանի հասավ, ես մի քիչ ավելի բաց եմ ասում, բայց այդ ճանապարհներին ամեն ինչ կա, խորամանկություն կա, փորձ կա, ինտրիգ կա, խելք կա, ամեն ինչ կա այդ ճանապարհը։ Չէ, իհարկե կա, պատահական մարդիկ չեն նախագահ դառնում, բայց կոնկրետ որ օրինակ Ռուսաստանի համար ասեմ, ես մի քիչ քաջատեղյակ եմ այդ բանից, որովհետև Պուտինը, որ Սաբչակի տեղակալ էր աշխատում, դեռ Սանտ Պետերբուրգում, այն ժամանակվա Լենինգրադում, իր մյուս տեղակալը շատ մտերիմ ազնվորություն է, որը այդ Սաբչակի հեռանալուց հետո երկու տեղակալները փախնում են, այսպես ասած, երկրից, եւ մեկը գալիս է Ամերիկայի մոտ, որի կինը նաեւ հայ է, թույլ տվեք աննազգալի չտան, ինքը երկուսը նույն հավասար դիրքերում են եղել, ուղղակի Վլադիմիր Պուտինը եղել է զբաղվել արտաքին քաղաքականությամբ, ինքը ներքին, որպես տեղակալ։ Եվ նույն ֆինանսներով էլ զբաղվել է Կոդրինը, եւ այդպես է ստացվել, որ Պուտինը որոշ ժամանակ ինքը անգործ է մնացել Մոսկվայում։ Ընդդուք չեմ ուզում ասեմ, թե ինչ աշխատանք է կատարել Մոսկվայում։ Այդ բոլորը ինքն է ինձ պատմել։ Հազար մի նկարներ է ցույց տվել իրենք կյանքում, որտեղ եւ այլն։ Ինչ կա, որ կյանքի ամեն ինչ կարող է լինել։ Չէ, ուզում եմ ասեմ, որ այ հենց դենց է ստացվել։ Այդ մարդու ճակատագիրը եղավ, որ ինքը Ամերիկա եղավ եւ Սան Դիեգո ռեստորան բացեց, հա, այնտեղ ռեստորանի տնօրեն էր աշխատում, մի հատ փոքրիկ ռեստորանում, որ ես շատ անգամներ եմ եղել, իսկ Վլադիմիր Պուտինը արդեն նախագահ էր։ Դե պատահական քիչ բաներ են լինում, նման տեղերում պատահական մարդիկ։ Չէ, եթե հերարքիր է, ես ավելին ասեմ, ու շատ կար, որ մենք երևի դուք ուրիշ հարցեր կունենաք, եւ Արաֆլոտի ներկայացուցիչ այդ ժամանակվա իմ շատ մտերիմ բարեկամներ ու հանգարցակի ինձ ասում է, որ Կուդրինը եկել է պիտի գնամ դիմավորը։ Դե
Լոս Անջելեսում ռուսական դեսպանատուն չկար կամ հյուպատոսարան, Սան Ֆրանցիսկոյում է։ Որպես ներկայացուցիչ Aeroflot-ի ներկայացուցիչը գնացել դիմավորել էր։ Ու ես ընկերոջս ասի գիտես Կուդրինն է գալիս, քանի որ ինքը այդ բոլոր պատմությունները։ Վայ, խնդրում եմ հնարավոր է ասեք որտեղ է մնում եւ այլն եւ այլն։ Իրա միջոցով հանդիպում կազմակերպեցի, ինքը Կուդրինի հետ հանդիպեց եւ 3 ամիս հետո արդեն Պուտինի հետ պայմանավորված այդ անձնավորությունը հետ եկել ու մի մեծ պաշտոն է զբաղեցնում Ռուսաստանում։ Լավ, պարոն Վարդանյան։ Այդ ձեր ասած կյանքն է։ Այո, այո։ Դուք համաձայն եք, որ Այդ ուրիշ բան է, որ համաձայն եմ։ Ինչին եմ համաձայն։ Համաձայն եք, որ այսօր սպորտին շատ լուրջ ուշադրություն է դարձնում Գագիկ Ծառուկյանը։ Կոնկրետ դրան, այո, ես համաձայն եմ, լուրջ ուշադրություն է դարձնում։ Նաև մեր նախագահը ավելի լուրջ ուշադրություն դարձնել։ Ասեմ ինչի, որովհետև ինքը մի մարդը հնարավոր չի ասենք այդ ոլորտի, որ ինքը մեծ կուսակցության ղեկավար է եւ ասենք որպես անհատ մեծ բիզնեսներ ունի, հնարավոր չի մի մարդը եւ կուսակցությունը կարողանա այդ աստիճանի պարկեշտ ղեկավարի եւ բիզնեսները կարողանա եւ հնարավոր չի դա հասկանալի է, հասկանալի է։ Անհնարին բան է, հասկանալի։ Դուք աշխատում եք Բայց որ ասեմ կոնկրետ սպորտին վերաբերող ինքը այդ իր երևի մի ժամ էլ քիչ կքնի կամ ընդհանրապես չի քնի, բայց ժամանակ կտրամադրի, այդ ես գիտեմ, որովհետև ես սպորտի աշխարհի մարդկանց հետ բոլորի հետ ես շփման մեջ եմ։ Դուք աշխատում եք իր հետ կոնկրետ, թե ավելի շատ ձեզ կա այդպիսի բան դուք համարում եք ձեզ ավելի շատ նախագահի թիմի մարդ եւ շատ ավելի քիչ եք աշխատում այդ առումով, թե նման բան չկա։ Սպորտը մի խնդիր է, մի նպատակ։ Այստեղ է բերեք այդ հասկացողությունը իմ պահով հանենք այդ թիմի մարդ։ Ես ոչ մի թիմի մարդ չեմ, ես ժողովրդի մարդն եմ։ Էլ չի շցնեմ քիչ առաջ ասած խոսքերս։ Բայց կոնկրետ Ծառուկյանի հետ ես չեմ աշխատում։ Ինչու։ Ինչու, որովհետև ես ինքս պատճառը չգիտեմ, որ ասեմ մենք շատ ջերմ, ես որ նոր եկի 3 տարի առաջ, մենք իրար հետ մեր ընկերոջ պահով եւ ինչի՞ չէ նախագահականում, որ ինձ մեր Սոկ Մաշտոցային հանձնում, դրանից հետո մենք առանձնացել ենք, շատ ջերմ խոսակցություն զրույց ենք ունեցել ու պայմանավորվել ենք, որ արդեն հանդիպենք առանձին եւ այլն ծրագրեր մշակենք եւ այլն բան։ Ու դրանից հետո ես մի անգամ էլ հանդիպեցինք, այնց շատ թրուցիկ ստացվեց, որտեղ մարդաշատ էր տեղը։ Եվ վերջ։ Չէ, դրանից հետո ես նախագահի խորհրդական դարձա ու այդ սկզբից մեր հանդիպումը պարոն Վարդանյան էր, պարոն Ծառուկյան, առաջին հանդիպումն էր, ջերմ հանդիպումը նախագահականով մեր Սոկ Մաշտոցի ժամանակ։ Այդ ժամանակ ինքն էլ կարծեմ pedagogan պարգև ստացավ։ Մենք հետո բարձրացանք շենքում աշխատակազմի ղեկավարի կաբինետում լավ գեղեցիկ զրույց ունեցանք, ինչի՞ չէ նաև նշեցինք։ Ու այդ երկրորդ կարճ հանդիպումն էր, որ էլի շատ ջերմ էր ու պայմանավորվեցինք ընտանիքներով եւ այլն հանդիպել։ Ու դրանից հետո ես նախագահի խորհրդական դարձա, դրանից հետո այո ոչով դարձավ մեր խոսակցությունը։ Այսինքն ներքին հոսանքներ այնուամենայնիվ կա, որ խանգարում է, որ բացարձակ մեր մեջ ոչ մի բան չի եղել։ Ես այն անձնավորությունն եմ, որ եթե մեկը ինձ ասենք աստիճան կա ու ես դա շատ լավ եմ զգում, շատ լավ եմ զգում, գլուխ չեմ գովում, եթե դա զգում եմ, ես ինքս եմ հեռու պահում ինձ։ Եթե անձը ուզենա իմ հետ հարաբերություն ունենա ու ես զգում եմ այդ ջերմության աստիճան, նորից եմ կրկնում։ Նախարարի բոլոր նամակները, որ գալիս են, նախագահի վրա եմ մակագրում, ես եմ դրանք նայում, զբաղում եւ լավ կլներ, որ ասենք իր միջոցով, ասենք կոնկրետ կապը լիներ, ավելի հեշտ կլուծվեր այդ խնդիրները։ Բայց Պրոբլեմ չեմ տեսնում, եթե ինքը դենց է հարմար գտնում, ուրեմն դենց է շարունակել։ Դուք ասել եք, որ առանձնապես սպորտի զարգացման համար երկու կարևոր բաներ կա, առանձնացրի, իհարկե պետք է սպորտը մասսայականացվի, եւ նաեւ երկրորդը, որ անշուշտ հաջողությունները սպորտի մեջ
այդ երկուսը, եթե լինում են հաջողություններ եւ սպորտի մասսայականություն եւ աշխատանք, արդեն մենք ունենում ենք արդյունք։ Սպորտը մեր երկրում մասսայական է, բայց Մասսայական է, բայց այդ աստիճանի չի։ Մենք այդ աստիճանը պետք է բարձրացնենք առաջնահերթ։ Իսկ ինչ մնում է հաջողություններին, այդ հաջողությունների համար մենք մի քիչ խնդիր ունենք, որով այդ խնդիրը որևիցե մի անհատի կամ ղեկավարի հետ կապված չէր, դա իմ անձնական կարծիքն եմ ես ասում, այդ այն ժամանակահատվածներն, որ մեր մոտ հեղաշրջում տեղի ունեցավ, որի մասին պահով ասի, հետո պատերազմ տեղի ունեցավ, մենք լավագույն մասնագետներ մեր երկրից գնացին։ Այսինքն դուք հավատում եք լավ սպորտի վերադարձին, մենք այդ առումով այդ պոտենցիալն ունենք։ Մենք հիմի դա սկսում ենք անել։ Ու իմիջիալից նույն Ծառուկյանը ինքը այդ հարցով էլ լուրջ զբաղվում է։ Լավ, անցած տարին շատ ծանր տարի էր, հա, ձեր համար։ Ինչ արում։ Հա, նկատի ունեք։ Վթարի հետ կապված։ Այդ ես մոռացել եմ, նորից Հա, ինչ լավ է։ Չէ, շատ լավ է, եթե մոռացել եք։ Լավ է։ Մոռացել եմ, մի քիչ շուտ սկսեցի մոռանալ, ճիշտն ասած, որովհետև ընդամենը մի ամիս էլ չկա, որ ձեռնափայտը թողել եմ։ Բայց աշխատում եմ շատ արագ հանեմ այդ մտքից։ Բայց ինչ օրեր անցկացրեցի, այդ շատերը հաստատ չգիտեն։ Իհարկե իմ շատ մտերիմներս շատ լավ գիտեն, ինձանից էլ միգուցե ավելի լավ, որովհետև ես անգիտագից վիճակում եմ եղել եւ բախտի ու ճակատագրի բերումով կարող այն աշխարհ գնայի։ Բայց փառք Աստծո, այսօր նույն Յուրի Վարդանյանն եմ, այնց որ ոչ մի խնդիր չկա։ Ինչ մտքեր էին այցելում ձեզ այդ օրերին։ Կամ ինչին էիք հավատում, ինչից էիք Ես չգիտեի, չէ՞ որ ինձանից գաղտնիք պահեցին, չէ՞ այդ իմ ամենավատ վիճակի մասին։ Ես հետո մի 2-3 ամիս հետո ես մանր սկսեցին ինձ պատմել։ Ես չեմ մացել, որ ես այդ օպերացիայի գործողության ժամանակ, վիրահատության ժամանակ ես ոսկորա ծուցկի միջից տրոմբը փախել դեպի սիրտը, թե թոքերը չգիտեմ։ Լավ, կարևորը հաղթահարված է, կարևորը որ չեք հիշում։ Կարևորը գիտեք որն է, կարևորը որ այդ շատ ինձ այսպես ոգևորում, որ բժիշկներն ասում են 10,000 դեպքից, այդ ֆիքսված բան է։ Մի քանիսն են հա փրկում։ Անհատ մարդիկ կարող է փրկում են այդ բանից։ Իմ ճակատին էլ տենց էր։ Այո։ Լավ, հիմա ձեր ընտանիքը ամբողջությամբ վերադարձել է, թե մի ոտք է այնտեղը, ինչ կարգավիճակում են։ Իմ ընտանիքը բոլորն էլ վերադարձել են, կոնկրետ իմ ընտանիքին, բայց Երբ ենք ձեր տղայի հաղթանակը տեսնելու, գիտեմ որ հավատում եք դրան։ Տղայի հաղթանակը։ Ինչ է անում, մի քիչ սուլանում է, թե։ Այսօր ավելի է ոգևորել ինձ, չէ, չի թուլանում։ Տեսնելու ենք դա, դուք պիտի ասենց ասեք, տեսնելու ենք։ Ես չեմ ուզում այս պահին, այ հիշեք այս խոսքը ինչ եմ ասում, դե ինքը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է։ Դա ապրիլի, կարծեմ, սկզբներին է։ Ամերիկայի չեմպիոն դարձել է։ Դե Ամերիկայել է դարձել, Պանամերիկանել է դարձել, ուղղակի ուսանողական խաղերի աշխարհի անհաջողության մատնվեց վնասվածքի պատճառով, բայց մի շատ լավ մարզավիճակում է եւ հուսամ որ այնտեղ մեծ հաջողություն պետք է ունենա, ինչի՞ չէ դրանից հետո ես նաեւ հույսեր եմ փափագում, որ մասնակցի օլիմպիական խաղերին։ Ապագան ավելի հիմն էստեղ են տեսնում, թե մեծ այնպես եւ այնտեղ եւ տեսնում եւ ասեմ այտենց խորը, որ ես Ամերիկայում ապրած ժամանակ, որ արդեն որոշում ընդունեցի հետ վերադառնալու, մտածում եմ որ երեխեքի համար շատ դժվար կլինի եւ այլն, բայց հավատացեք բավական հեշտ անցանք այդ ադապտացիան, այսպես ասեմ։ Այս 3 տարիների ընթացքում երբ որ վերադարձել եք, ամենամեծ ուրախությունը, որ ապրել եք այստեղ ու ամենամեծ վիրավորանքը որն է եղել։ Ամենամեծ վիրավորանք չի եղել։ Չի եղել։ Ամենամեծ ուրախությունը ասեմ, որ արդեն սկսել եմ վերականգնվել։ Այն իմ ամենաուրախ ժամանակահատվածն է, ասեմ։ Եվ ընդհանուր հարցերի լուծման, դուք չեք պատկերացնում, ես միգուցե ասում եմ, որ ավելի խոր ընկալ են, թե ինչպիսին է Յուրի Վարդանյանի ներքնաշխարհը։ Ես մի փոքր բան ինձ
լավ բան։ Ինձ կարող ամենաերջանիկ մաշտը դարձնի։ Այ մի փոքր բան, ընդհանուր նաև որ ասենք ճանաչեց ինձ ու գլուխ թեքեց, ինձ կարող է դա ահավոր վիրավորի։ Զգայուն արդեն։ Ահավոր զգայուն եմ, ահավոր, որը նաև գուցե, բայց չգիտես, կարող է դա լավ է, հենց դա եղել հիմնական, ասենք, բանը, որ օգնել եք հաջողեք, հաղթեք, հա։ Հա, հաջողակ լինեմ սպորտում։ Հաղորդման վերջում կան ավանդական հարցեր, ակնկալում եմ կարճ եւ անկեղծ պատասխաններ։ Ես վախենում եմ ինչից։ Եթե անկեղծ ասեմ, ոչ մի բանից էլ չեմ վախենում, որովհետեւ ես լավ տեսնում եմ վաղվա օրը։ Ես ամաչում եմ ինչի համար։ Ամաչում եմ ինչի համար, շատ ամաչելու բաներ կա։ Այ շատ ամաչեցնող պահ է, որ տեսնում ես, որ այսօր ծեր մարդիկ այն զիբիլի ամանների մեջ սկսում են փոր բերել, որ իրանց, ասենք, ստամոքսը լցնեն ու կարողանան այդ գիշեր գլուխները տնեն, չոր բարձին ու քնեն։ Այ ամաչում եմ դրանից։ Ես ափսոսում եմ ինչի համար։ Ափսոսում եմ, որ մենք ինչի մասին, որ քիչ առաջ ասացի, որ ընկանք այդ վիճակի մեջ։ Կարող ենք չընկնել։ Ասում են կյանք ունի 3 աշճան, կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար, կյանքը Աստծո առաջ։ Եթե գնահատեք մեկ բառով ձեզ համար ինչպես եք ապրել, մարդկանց համար ինչպես, Աստծո առաջ ինչպես։ Դե Աստծո հետ կապված հետևից կամ ես մի քիչ այդ աշխարհը, այդ հոգևոր աշխարհը իմ համար մի քիչ ուրիշ ձև եմ ես պատկերաբանանում։ Իհարկե դա շատ կարևոր, եթե կարելի է այս բառը օգտագործել, օղակ է ժողովրդի համար ու պարտադիր պետք է այդ եղելաշատ հնուց ու դա պետք է պահպանվի հիմի ու պետք է 1000 տարիներ հետո էլ նույն ձևի պետք է պահպանված պետք է գնա։ Դա շատ սուրբ ու նուրբ պահ է։ Անձամբ իմ համար ես շատ հաջողակ եմ համարում, չհաշված այն խոչընդոտները, որ ես անձնապես իմ կյանքում ունեցել եմ, որ ասեմ շատ են, շատ չեն եղել, թե սպորտում եւ թե կյանքում։ Կյանքում այս իմ վթարն էր, որ եղավ ու ես այս իրավիճակում հայտնվեցի շուրջ մի տարի անհասկանալի վիճակում էի։ Բայց կա նաև դրա հակառակ կողմը, որ այսօր փրկվել եմ ու շատ լավ եմ ինձ զգում։ Եվ ինչ մնաց տակը։ Մարդկանց համար։ Իսկ մարդկանց համար երևի ցանկության կարգախոսով ասեմ, որ շատ կուզենամ ու ամենա ինձ երջանկացնող բանը կլինի, որ մեր ժողովուրդը, ասենք համաշխարհային, ասենք եվրոպական երկրների, ինչ չէ որ Ամերիկայում գոնե մոտավոր առաջի 20 տարում հասնենք այդ մակարդակին։ Կյանքում ստացած ամենածանր հարվածը։ Երևի այս դեպքն էր, հա։ Երկու բան պետք է նշեմ։ Այս դեպքը մեկ էլ որ աշխարհի առաջնությանը ես երկրորդ տեղ եմ գրավել, առաջին եւ վերջին անգամ։ Մի անգամ եմ պարտվել, ազատ եմ եկել։ Դա իմ համար շատ ճակատագրական եղավ։ Որ հետո միշտ հաղթեցիք դրանից հետո։ Ես ուժեղ եմ ինչով։ Ես ուժեղ եմ։ Ինչի տենց հետաքրքիր ժպտացիք լուր։ Մի քիչ ամբագորգոր գհնչի, չէ՞ որ ասեմ ամեն ինչով։ Իհարկե, ինչու ամբագորգորը։ 111 մեդալ ձեր ցուցանիշները կարծեմ որևէ մի հայ չի հաղթահարել, չի անցել, այո, իհարկե։ Եվ 400 կիլոգրամը դա անհաղթահարելի է, չէ՞, մինչև հիմա 400 ավելին դեռ 480 թվականն էր, 400-ից ավելին եղավ 84-ին։ Եվ դա հաղթահարված չի, ռեկորդ։ Դա հաղթահարված չի, 400-ն էլ հետո հաղթահարված չի։ Անգերազանցելի է առայժմ։ Եվ վերջում ես հավատում եմ ինչին։ Ես միգուցե շատ պատասխանած կլինեմ այդ հարցին, բայց առաբագային ես հավատում եմ։ Ես լավատես եմ, անկեղծ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ, որ գտնվեցիք հայլու առաջ։ Տեսակ, մենք հավատացինք, որ դուք կվերադառնաք եւ վերադարձաք։ Արդեն 3 տարի է մեր կողքին եք։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գլխավոր հովանավոր Garni Crystal Line։
համով ջուր պատմական աղբյուրից։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի վայն։ Հաղորդման հովանավոր։ Հաղորդման հովանավոր Արփա Սևան բաց բաժնետիրական ընկերություն։ Շնորհակալություն ենք հայտնում Չարենցի 28 ռեստորանին հաղորդման նկարահանումներին աջակցելու համար։